Այս համատեքստում առանձնահատուկ կարևոր է մշտական ու շարունակական անդրադարձ ունենալ հետևյալ հարցերին. ինչ է պետությունը, որն է նրա առանձնահատկությունն ու նշանակությունը արտաքին եւ ներքին հարաբերություններում, ինչ է նշանակում լինել պետություն, լինել պաշտոնյա, պետական կամ համայնքային ծառայող եւ կամ լինել քաղաքացի, ինչպիսին են նրանց հարաբերությունները եւ ինչպիսին պետք է լինեն, ինչ առանձնահատկություններ եւ ինչպիսի ռիսկեր ունեն այդ հարաբերությունները։ Սա առանձնահատուկ կրթական թեմա է, որը կենսական նշանակություն ունի պետության զարգացման եւ հարատեվության համար, եւ այս ուղղությունը պետք է ներկա լինի կրթության բոլոր մակարդակներում, հանրային կյանքի բոլոր ոլորտներում, քաղաքական ու հանրային քննարկումներում։ Ի վերջո, քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, վստահի նրան, պետությունը պետք է սիրի իր քաղաքացուն եւ սիրելի լինի նրա համար։ Սա է պետական պաշտոնյայի գործունեության խորքային նպատակը։ Միևնույն ժամանակ պետք է գիտակցել, որ քաղաքացու իրավունքների եւ պարտականությունների համակարգերը որակական փոխկապակցվածության մեջ են։ Որքան բարձր է պարտականությունների կատարման որակը, այնքան ուժեղ է իրավունքների պաշտպանության համակարգը։ Միևնույն ժամանակ պետության պոզիտիվ պարտականությունն է ապահովել իրավունքի գերակայությունը եւ օրենքի առաջ բոլորի հավասարությունը։ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, նախագահի հարգելի տեղակալներ, հարգելի պատգամավորներ, կառավարության հարգելի անդամներ, սիրելի ժողովուրդ։ Ներկայացվող ծրագրի հիման վրա ես աշխատեցի հնարավորինս կարճ ելույթ ունենալ, ծրագիրը բազմաշերտ է, հարց ու պատասխանի փուլում համոզված եմ մնացած շերտերին էլ կանդրադառնանք, սոցիալական, տնտեսական, քաղաքական, եւ ներկայացվող ծրագրի հիման վրա կառավարությունը ընդունելու է իր գործունեության հնգամյա միջոցառումների ծրագիրը եւ իրագործելու է այն։ Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է ունենալ նոր որակի պետություն եւ ապահովել պետության վերելքը։ Հայաստանի Հանրապետությունը այսպիսով թևակողում է իր պատմության այն փուլը, որը անվանում ենք 4-րդ հանրապետություն։ Փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի 4-րդ հանրապետությունը։ Շնորհակալ եմ։